Մասիսի շրջանի Զորակ համայնքի ամենահաջողակ ֆերմերներից մեկն է Արտյոմը եւ ընդհանրապես առաջիններից մեկն էր Արարատի մարզում, որ ռիսկի գնաց ու որոշեց պետք է խելացի անասնագոմ կառուցել, համայնքում զարկ տալ անասնաբուծությունը։ Մի քանի տարի առաջ կառուցեց երկրորդ մոդելի անասնագոմ, պետությունից աջակցություն ստացավ, Հայաստան ներկրեց սիմենտալ տեսակի անասուններ, տեխնիկա ու հաջողության ետևից շղթայական շարունակվեց։ Գործընթացը սկսել ենք 2020 թվականին, կառուցել ենք 1 տարվա ժամանակահատվածում, այնուհետև ձեռք ենք բերել կենդանիներին։ Բարձր կաթնատվություն ու մսատվություն ապահովելու համար էլ լայն ընդարձակ շենք է հարկավոր։ Անասունը պետք է անկապ լինի, այսինքն ոչ շղթայակապված, անասնակերն էլ կոմբինացված։ Անասուններին կերն էլ տրվում է հատուկ կերաբաշխիչ մեքենաների միջոցով։ Աղում ենք, աղալ ենք տալիս, այդ ամենը ու համակցված կեր ենք ստանում այդ ամենը իրար հետ աղալով։ Որ այս բիզնեսը շահութաբեր է, Արտյոմն էլ է հաստատում։ Շահութաբեր չլիներ, ինքը մի քանի տարի դրանով չէր զբաղվի։ Գոհ ենք, իրոք, եթե սիրում ես այս աշխատանքը, սիրում ես անասնապահությունը, նախընտրելի է այս տարբերակով։ Երբ որ ես համեմատում եմ այս 20 գլուխը, իր տված եկամուտը, իր տված կաթը, ավանդական ձևով եթե պահեի, ես առնվազն պետք է մի 50-60 գլուխ կենդանի պահեի, որպեսզի այս 20 գլխի եկամուտը ունենայի։ Արտյոմը հիմա սեփական կաթի վերամշակման արտադրամասն է նախատեսում կառուցել։ Ավելին մտադրություն ունի ավելի ընդլայնել բիզնեսն իր տարածքով, անասնագլխաքանակով։ Հոգատար վերաբերմունք անասունների նկատմամբ, ժամանակին կերակրել եւ ամենակարևորը սթրեսի չընթարկել անասուններին, այլապես դա կազդի եւ կաթնատվության եւ մսատվության վրա։ Խելացի անասնագոմում անասունների կաթնատվության եւ մսատվության բարձրացման համար կարևոր է նաեւ հաճելի երաժշտությունը։ Դրան նպաստում է նաեւ գոմում տեղադրված մերձման տեխնիկան։ Արտյոմն իր ֆերմայում ավելի շատ կաթ ու միս է ստանում, քան մի քանի 100 մետր այն կողմ գտնվող ավանդական անասնապահությամբ զբաղվող հարևանը։ Իրենց կաթը տանում են 150-ից 200 դրամ, Դեր ավելի թանկ են։ Մերը վերցնում են 200-ից 300 դրամ։ Ինչո՞վ է տարբերվում է երևի կաթի որակից, կաթի մաքրությունից, կաթի սառնարանային պայմաններից։ Ճիշտ պահվածքի կերառացիոնի խնդիր կա, որ պետք է անհրաժեշտ նվազագույն կերաքանակը ապահովես, որպեսզի կարողանաս լավ արդյունք ապահովես։ Երբ որ ասում են մեկ կովի կաթնատվությունը լակտացիայի շրջանում կազմում է օրական 25-ից 30 լիտր, եթե նորմալ խնանք պահվածք չեղավ, դա չի ապահովելու։ Մի քանի խնդիրներ կան լուծելու, որպեսզի ավելի կատարյալ լինի խելացի անասնագոմը եւ շահութաբերությունն էլ ավելանա։ Արտյոմին հարկավոր է, որ հաջորդ ծրագրերի իրականացման համար նաեւ նախատեսվի գոմաղբի մաքրման, դրա հեռացման համակարգի տեղադրումը։ Կուզենայի օրինակ մեր ֆերմերների հետ կապվեն դասընթացներ կատարեն, օրինակ արհեստական սերմնավորման համար ինչու՞ չէ, մեզ նախապատրաստեն, ինչու մեզի ոնց որ մասնագետ սարքեն, քանի որ այս գործունեությունը մենք կատարում ենք ընտանիքով։ Զորակի հարևան Սայաթ Նովա համայնքում լսեցին կառավարության առաջարկը ու ցանկություն հայտնեցին ծրագրին դիմել, մաքրացեղ խոշոր եղջերավորներ պահել։ Սա էլ երրորդ մոդելի անասնագոմ է, ավելի ընդարձակ ու տեխնիկապես ավելի հագեցած։ Սայաթ Նովա համայնքի խելացի անասնագոմի ֆերմերը ավարտական փուլին է հասցրել կառուցման, տեխնիկապես հագեցման աշխատանքները։ Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանի է սպասում։ Կաջակցեն, կսուբսիդավորեն, վարկ կտան իրեն։ Մուտք են կարել, հիմա սպասում ենք, եթե ընթացակարգ կա, որ ընթացակարգով պետք է գնա, ինչքան կտևի չգիտեմ։ Իրանք էլ իրանց մարդուն պետք է ուղարկեն, նայեն, տեսնեն, լրիվ իրանց ամեն ինչին համահունչա թե չէ։ Չնայած ֆերմերների խելացի անասնագոմի կառուցման ծրագրին մասնակցել ցանկանալու ակտիվությանն ու ծրագրի շարունակականությանը կողմ լինելուն, կառավարությունում սակայն կարծես թե ծրագրի ընթացքից դժգոհ են։ Ասում են դրա արդյունավետությունը բարձր չէ։ Մեր նախկին փորձառությունը մեզ բերեց նրան, որ այնուամենայնիվ արդյունավետության հետ կապված լրջագույն խնդիրներ են առաջանում այդ փոքր 10-ից 12 խելացի անասնագոմերի հետ կապված, որովհետև դրանք որպես կանոն լավ արդյունքներ չեն ապահովել։ Ֆերմերները սակայն համակարծիք չեն։ Տարածք ու գումար լինի, էլի կկառուցեն, շահութաբեր բիզնես է, ասում են նրանք։ Բոլորն էլ գոհ են։ Համենայն դեպս իմ գնացածների վրա անգամի վրա ավելացումներ եմ տեսնում։ Շահութաբեր ասում։
Դե ես տրամաբանում եմ, եթե շահութաբերչելներ անգամ ես էլ իրանց մոտ գնում եմ տարին երևի մի 3-4 անգամ։ Անգամ վրա ես կտեսնեի, որ ավելի նվազում է գլխաքանակը, բայց իրանց մոտ ընդհակառակը հələ դաժե բերելուց հետո երկրորդ խմբականակներ են էլի Եվրոպայից ներկրում։ Մեքենաներ են պատվիրել Չինաստանից, որը որ եւ սիլոսա պատրաստելու եւ սենաժա պատրաստելու հիմա ճանապարհին են գալիս են եւ սառնարաններ կաթի համար ճիշտ եւ արդյունավետ կառավարում եւ ամենամյա մոնիտորինգ է անհրաժեշտ հասկանալու համար ընդհանրապես գյուղատնտեսական ծրագրերն արդյունավետ են թե ոչ։ Նույնը նաեւ խելացի անասնագոմերի դեպքում։ Զարգացած երկրներ կան, որտեղ խելացի անասնագոմերի մաս են կազմում նաեւ ռոբոտները։ Դրանք են կերակրում անասուններին եւ կատարում մնացած աշխատանքները։ Վերջին 4 տարիների ընթացքում կառուցվել եւ տեխնոլոգիապես ապահովել է 58 խելացի անասնաշենք։ Ծրագրի շրջանակներում պետական աջակցության ընդհանուր գումարը կազմել է 925 միլիոն դրամ։ Միաժամանակ ծրագրի շրջանակներում իրականացված մոնիթորինգների արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ շահառուները խելացի անասնաշենքի կառուցումից եւ տեխնոլոգիական ապահովումից հետո չեն կարողացել ապահովել անասնաշենքի նպատակային օգտագործումը։ Ցանկացած ծրագիր, որը չի կազմակերպում ճիշտ ձևով հակառակ էֆեկտն է տալիս, կրկնակի վատ հետևանքներ է թողնում։ Ծրագրի հիմնական նպատակը պետք է հանդիսանար, ասենք, անասնագլխաքանակի ավելացումը, կաթի մթերատվության բարձրացումը, մսի եւ այլն, եւ ինքնարժեքի իջեցումը։ Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում վերջին 4-ից 5 տարիներին հանրապետությունն են ներկրվել Հոլշտին, Շվից, Սիմենթալ, Մոնբելյարդ եւ Ջերսեի ցեղերի տոհմային երինջներ։ Դրանց սերունդներից տարեկան ստացվում է ավելի քան 2400 գլուխ բարձրարժեք սերունդ, որը թեև սահմանափակ, այնուամենայնիվ հարուստ գենոֆոնդ է հանդիսանում հանրապետությունում բուծվող տավարի տոհմային եւ մթերատու հատկանիշների կատարելագործման համար։ Հիմա բերվեց բայց խնամքի եւ անասնապահության խնդիրները մեծ են։ Առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանում տավարաբուծության զարգացման ծրագրի շահառուները կստանան փոխհատուցում 25 գլուխ եւ ավելի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների համար փաստացի վճարված գումարի 40%-ը, իսկ մինչեւ 24 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար 30%-ը, բայց ոչ ավելի քան 1 միլիոն դրամ յուրաքանչյուր կենդանու հաշվով։ Նաիրի Մունադյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։